Շնորհավորում եմ, անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ եւ ձեր միջոցով ձեր ունկնդիրներին, ձեզ կարդացողներին։ Օգոստոսի 23-ը մեր ժողովրդի պատմական, հրաշալի, գեղեցիկ օրերից մեկն է։ 26 տարի առաջ այսօրը մեր պատմության մեջ երևի ամենալավագույն փաստաթուղթն է ընդունվել։ Երկրորդ փաստաթուղթը ես չեմ կարող գտնել, դուք չեք կարող գտնել, որ այնքան սիրելի է, այնքան ծրագրային է, այնքան հիմնավոր է, այնքան ռոմանտիկ է, այնքան իրատեսական է, եւ դա մեր պետականության անկյունակարն է, մեր անկախության սկիզբը, եւ այս փաստաթուղթը մեր երկրի ծնդական է, ծնդի վկայությունը, որովհետև նաև սիմվոլիկ առումով, նաև հենց ուղիղ առաջին կետը այս փաստաթղթի մեր երկրի անվանումն է սահմանում։ Հենց սկիզբը հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանում է Հայաստանի Հանրապետություն։ Սա է մեր երկրի անունը եւ այս փաստաթղթով, այս օրենքով այդ կնիքը դրվեց։ Շատ սիմվոլիկ է նաև որ 12 կետ ունի այս 12 առաքելություն է այս փաստաթղթում ընդգրկված եւ եթե փորձեք մտովի տեղափոխվել այդ ժամանակը 90 թվականը, երբ սովետական միություն կար, կտեսնեք, որ այլ երկրի կազմում այսպիսի փաստաթուղթ ընդունելը հերոսություն է, համարձակություն է, բայց այստեղ չկա որևէ կետ, որը ռեալ չի, որը իրատեսական չի, որը հետագայում չի դարձել օրենք կամ սահմանադրություն եւ չի արտացոլվել մեր հետագա փաստաթղթերում, որոնք մեր պետության պետականության հիմքն են սահմանում։ 90 թվականին համաձայնեք դժվար էր բազմակուսակցականություն երաշխավորել, հասարակական կառույցների ազատ աշխատանք երաշխավորել, խոսել սեփական մաքսային համակարգի, հարկային համակարգի, սովետը չուներ այդպիսի բաներ։ Հայկական բանակի մասին խոսել սովետական միության սպառազինությունների մաս ունենալու խնդրի մասին, սովետական միության հարստությունների մեր մասնաբաժինը ունենալու մասին, սա համարձակ, գրագետ, մշակված փաստաթուղթ էր եւ մի մոռացեք, որ 90 թվականին ընդամենը 2 ամիս էր խորհրդարանը աշխատում էր եւ որևէ մեկս, որ ընդունել ենք չարչարվել ենք այս փաստաթղթի վրայով քվեարկել, որևէ մեկս պատգամավորական փորձառություն չենք ունեցել, որևէ մեկս, ամեն մեկս եկել ենք, մեկը ուսուցիչ էր, մեկը գիտնական էր, մեկը նկարիչ էր, մեկը բժիշկ էր, եկանք ու սկսեցինք օրենսդրական գործունեություն իրականացնել եւ ծնվեց այս հրաշալի փաստաթուղթը։ Հրաշալի փաստաթուղթ, որ երբևէ որևէ մեկը չի քննադատել, երբևէ որևէ մեկը առարկություններ չի ներկայացրել այս հրաշք բովանդակությունների, այս ծրագրային դրույթների նկատմամբ։ Սա իրավի մեր երկրի պետականության հիմքն է եւ այս բազայի վրա էր, որ կառուցվեց եւ 95 թվականի սահմանադրությունը եւ այն հիմնարար օրենքները սեփականության, խղճի ազատության, խոսքի ազատության, լեզվի մասին օրենքը, բազմասեփականության, բազմակացութանձևության բոլոր սկզբունքները տեղավորված են 12 կետի շուրջ 40-45 դրույթների մեջ։ Սա եթե ուզում եք այսպիսի բան կար, 90 թվականին, երբ որ մենք եկանք խորհրդարան, շատ լուրջ երկու խնդիր կար, ու մենք ուզում ենք գտնել որն է առաջնահերթը, Գերագույն խորհրդի նախագահի ընտրություններ, թիվ 1 խնդիր որպես եւ անկախության հռչակագրի ընդունումը։ Եվ որոշվեց մի քանի օր գիշերներ անցկացնելուց հետո այս հերթականությունը որոշվեց սկզբից Գերագույն խորհրդի ընտրություններ անցկացնել եւ 3 օր մենք Գերագույն խորհրդի ընտրություն ենք անցկացրել, 5 քվեարկություն է եղել եւ միայն 5-րդ քվեարկության արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը ձայների փոքր տարբերությամբ, մենք չենք եղել մեծամասնություն հայոց համազգային շարժումը նոր եկած ուժերը մեծամասնություն չենք եղել խորհրդարանում եւ կոմունիստներից որոշ ձայներ մեր կողմը բերելով է որ կարողացանք Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրել Գերագույն խորհրդի առաջին նախագահ։ Դա օգոստոսի 3-ի 4-ին էր
եւ հաջորդ քայլը նոր արդեն հնարավորություն ստեղծվեց, քանի որ արդեն ռեալ խորհրդանում մենք ունենք իշխանություն, փոքր քանակի տարբերությամբ իշխանություն, դրա հիման վրա էր, որ նոր կարողացանք մշակել եւ օգոստոսի 23-ին 20 օր հետո ընդունել այս փաստաթուղթը։ Եթե հանկարծ տեղերը մենք փոխեինք, սկզբից փորձեինք ընդունել այս փաստաթուղթը, հետո անցնեինք իրավունքի խորհրդի նախագահի ընտրության, այս փաստաթուղթը կարող էր չծնվել։ Այդ առումով շատ ռեալ էր, մեր ուժերը հաշվարկած էին, բայց եզրի վրա հաշվարկած, որ մենք կարող ենք ընդունել այսպիսի փաստաթուղթ եւ Գերագույն խորհրդում ունենալ իշխանություն, սրանից հետո արդեն բավականաչափ հեշտացավ օրենսդիր աշխատանքը եւ պետականության կառուցում։ Իհարկե, երկու բան կար, որ ահա որ խանգարում էր մեզ, մեկը պատերազմն էր, մեկը երկրաշարժն էր, հետո գումարվեց շրջափակումը եւ այս երեք լուրջ խնդիրների արկայության պայմաններում մենք սկսեցինք իրականացնել այս պատմական փաստաթղթի պատմական դրույթները։ Այնպես որ այս փաստաթուղթը հարկավոր է իսկապես սիրել, գուրգուրել, հարկավոր է պահպանել եւ իրականացնել սրա բոլոր դրույթները։ Նրանք պատմական են առանց չափազանցության։ Սրանք հիմնարար սկզբունքներ են, որի վրա կառուցվել է եւ կառուցվելու է մեր երկիրը, մեր երկրի պետականությունը։ Երբեմն մի քիչ հումորի գնանք, ես հիշում եմ սովետի ժամանակ դեռ դպրոցում, դուք հաստատ չեք հիշի, գտնում ենք մի հատ վետերան պատերազմի մասնակից բերում ենք նստացնում ու պատմում էր, ինքը պատմում էր, թե ոնց է գրավել Բերլինը, ոնց է օդերը լողանցել։ Երբեմն ինձ այդ պապիկի տեղն եմ դնում, ասում եմ, ես կրկվում եմ շատ, բայց դե հիմա այս է իրականությունը։ Եթե այս ֆունկցիան պետությունը վերցներ իր վրա, իսկ այդպես էլ պետք է լիներ, անկախության գաղափարը ինքը գովազդ էր։ Դպրոցից մինչև թոշակառն, չգիտեմ, սիրել տար եւ գործով, ոչ թե առերով։ Անկախությունը այնքան բարդ համալիր է, այնքան բարդ համակարգ, որ եթե նրա վրա չաշխատես, նրան չսնուցես, նրան չկերակրես, չպահես, չգուրգուրես, չմեծացնես, չուժեղացնես, ձեռքիցդ կգնա, չես հասկանա ինչ տեղի ունեցավ։ Հարյուրավոր ազգեր են փորձել երազել ու չեն հասել, կամ ստացել են ու կորցրել են։ Եվ էլի փառք Աստծո, որ այն սերունդը, որ հասավ այս հաղթանակներին, դեռ լա կա։ Եվ աղոթենք ու փառք տանք Աստծո, որ շուտ այս իշխանությունից բռնենք, որ գա մի իշխանություն, որը պահպանի, գործով պահպանի անկախությունը։ Որովհետև սա բանաստեղծություն չի, սա երազ չի, սա գործ է։ Դաժան, խելքի գործ է, ապուշի բան չի անկախություն, անգրագետի բան չի անկախությունը, մեկ էլ սերը բավական չի անկախություն պահելու համար, տառապես, չարչարվես, պայքարես, երեխա մեծացնելու նման բան է, սիրով կարաս երեխա մեծացնես, եթե փող չունես, եթե շոր չես հագցնում, եթե սնունդ ու կրթություն չես տալիս երեխուդ, այդ ձևի նման մի բան է, եւ ցավոք սրտի մենք հիմա ոչ թե սրա ուժեղացման փուլում ենք, այս փաստաթղթի իրականացման փուլում ենք, այլ կորստի փուլում ենք։ Տարին տարու վրա մենք կորցնում ենք այս արժեքի գոյությունը։ Անկախությունը մի քանի բան ունի, դա սրտումը դիլնի, սիրես մեկ, ուղեղիդ մեջ դիլնի, որ չկորցնես, պահպանես, կռիվ տաս, տունդ կարգավորած լինի եւ դրսի հետ հարաբերություններ լավը լինեն։ Այս առումով սրանցից ոչ մեկը մենք այս պահին լիարժեք չունենք։ Եվ ես ուզում եմ շատ կարճ կներկայացնեմ, թե անկախության առումով մենք ինչ ոչ նպաստավոր վիճակում ենք արտաքին հարաբերությունների ասպեկտով։ Ուրեմն երկիրը անկախ է այնքան ժողովուրդ, որքան դրսի խաղացողների հետ ունես կապվածություն, շահկապվածություն, հարաբերություններ եւ քո գոյությունը նրանց համար կարևոր է։ Մասնավորապես, ովքեր են հիմնական խաղացողները, մեր հարևանները, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Իրան եւ Ռուսաստան։ Այս 5 խաղացողները մեր կողքի խաղացողներն են, որոնց համար դու պետք է անես այնպես, որ քո անկախությունը լինի շահեկան, ձեռնտու։ Եվ նրանց հետ ունենաս այնքան կապեր, որ քո կապերը նրանք գուրգուրեն, պահպանեն։ Այդ կապերը կարող են լինել տնտեսական, քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական, հազար ու մի տեսակ կապեր։ Եվ այսօր Հայաստանը այդ նշած կապերի մեջ
ամենաթույլն է, ամենամեկուսացվածն է, ամենալոկալն է, ամենախեղճն է այդ ամբողջ նշած ռեգիոնում։ Կոնկրետ փաստերով բերեմ։ Մեր տարածաշրջանի եւ անկախության ուժեղությունը դա է։ Եթե դու այդպեսին չես, դու այլևս գործոն չես, քո հետ ընդհանրապես կարող են հաշվի չնստել։ Եվ Հայաստանը այսօր բոլոր ռեգիոնալ տարածաշրջանային ծրագրերից դուրս է թռել բոլոր եւ հեռանկարում էլ ոչինչ չի երևում։ Մինչդեռ դրա փոխարենը ուշադիր նայեք, Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ լավանում են այս պահին, Ռուսաստանի հարաբերությունները Իրանի հետ հրաշալի հարաբերություններ են ձևավորվում, բազմակողմանի, եւ այդ ամենը շրջանցում է հաճախ Հայաստանը, Ռուսաստանը ռազմավարական հարաբերություններ է ստեղծում այսօր Ադրբեջանի հետ, որի արդյունքն է նաեւ մեր անհաջողությունները եւ քաղաքական եւ ճակատում, Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի հետ գնալով լավանում են, դանդաղ բայց լավանում են։ Վերցնեք մնացած որևէ մեկի Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ հրաշալի են, ներդրումներ են գնում ահա որ շատ, ամեն օր Թիֆլիսից 6 ռեյս է թռնում միայն Ստամբուլ։ Վրաստանի հարաբերությունները եռակողմ են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմավարական առումով, ռազմական համագործակցության առումով, տնտեսական առումով, էներգետիկ առումով։ Մեր մշտական դաշնակիցը որ Իրանն էր այս տարածաշրջանում եւ մեր անկախության նաեւ գարանտներից մեկը, մեր սուվերենության գարանտներից մեկը, Պարսկաստան ունենալով Հայաստանի հետ լավ հարաբերություններ, այնուամենայնիվ այսօր շատ ավելի լավ հարաբերություններ հաստատում է Ռուսաստանի հետ, Ադրբեջանի հետ, որ միշտ վատ է եղել, Վրաստանի հետ։ Ադրբեջանը արագացված հարաբերություններ է ստեղծում Թուրքիայի հետ, Պարսկաստանի հետ, Վրաստանի հետ, Ռուսաստանի, որ զույգն էլ որ վերցնեք կամ որ եռյակը, նույնիսկ նրանք դարձել են եռյակներ, այդ եռյակները զարգանում են, միլիարդավոր դոլարներով ներդրումներ են անում, մասնավորապես օրինակ, ամենաթարմերը ասեմ, Իրանը Ադրբեջանում ունի 450 համատեղ գործող ձեռնարկություն։ Այդ այն Իրանն է, որ Ադրբեջանի հետ ուներ շատ վատ հարաբերություններ եւ շատ շահեկան է, շատ գրգռված էր, որ մենք Ղարաբաղում ունենայինք հաջողություններ։ Այսօր միայն մեքենաշինության համար 2 միլիարդ դոլար Իրանը գումար է ներդնելու Ադրբեջանում։ Էլ չեմ ասում Թուրքիայի կողմից ներդրումները Ադրբեջանում, Թուրքիայի ներդրումները Վրաստանում եւ Հայաստանը այս իմ ասած ծրագրերի մեջ չկա։ Ոչ էներգետիկ, ոչ տրանսպորտային, ոչ մետաքսի ճանապարհի, ոչ ռազմաքաղաքական որևէ ծրագրում գոյություն չունի։ Սա նշանակում է, որ դու այլևս ռեգիոնում խանգարող սուբյեկտ ես։ Ոչ թե սուբյեկտ, որի հետ արժե գործարկել, արժե առևտուր անել, արժե ներդրում անել եւ իր ուժեղացումը քեզ ձեռնտու է։ Իր ուժեղացումը քո ուժեղացումն է, քո տնտեսական զարգացման գրավական է։ Հայաստանը որպես այդպեսին այս իշխանությունների շնորհիվ դարձել է ոչինչ։ Եվ Հայաստանը որևէ ազդեցիկ միջոց նշածս խաղացողների վրա չունի, որ ինքն իր անկախությունն ու պետականությունը դրանով ուժեղացնի։ Այսա ես համարում եմ իրական անկախության կորուստ։ Մի մոռացեք, Ղարաբաղի հաջողությունները մենք ունեցել ենք ռեալ անկախության հաշվին, ունեցել ենք Ռուսաստանի աջակցության հաշվին, Իրանի աջակցության հաշվին, Թուրքիայի չեզոքության հաշվին, միջազգային կառույցների աճ փակելու հաշվին։ Այսօր ամբողջապես հակառակն է։ Դուք չեք կարող ասել որևէ երկիր, որը ամբողջությամբ կանգնած է Հայաստանի թիկունքին, պաշտպանում է հայկական շահը, Ղարաբաղի շահը։ Եվ Հովհաննես ջան, ինչ որտեղ սա նաև քո հարցերին գալու։ Մենք այս դաշտում որ կորուստներ ենք ունենում։ Ապրիլյան կորուստներ, Ղարաբաղում կորուստներ եւ ընդհանրապես ոչ աջակիցների ֆոն։ Երկիրը հզոր է այնքան, ինչքան բարեկամ ունի։ Երկիրը թույլ է եւ ապաշնոր այնքան, ինչքան հակառակորդ ունի։ Որտեւ հակառակորդն ու թշնամին քո խելքի, քո վարվելակերպի, քո գործողությունների արդյունքում են կամ առաջանում, կամ անհետանում։ Մենք այսօր կանգնած ենք մեր բարեկամների մեզ համար անհետացման ճանապարհին։ Եվ Աստված մի արասցե, մեզ շատ հնարավոր է սպասում են ավելի վատ օրեր, ավելի ծանր փորձություններ, եւ եթե Ղարաբաղի հարցում կար
երբեմն եղել է դժվար պայմաններ, առաջարկվել եք, հիմա դրանց գումարվել է կարճ ժամկետ է, որ ընթացքում դուք պատասխան տաս։ Եվ բոլոր նրանք, ովքեր այս պահին մերժում են կեղծ հայրենասիրություն խաղալով բանակցությունները, որովհետև ոչ մի թիվ հողը նշանակում է դուրս գալ բանակցություններից։ Խնդրում եմ ինձ ասեք, ինչպես կարող ես բանակցել, եթե փոխզիջումների մասին չես խոսում։ Փոխզիջումների մասին խոսել է, եւ դա բնական է, բանակցությունը հենց փոխզիջում է նշանակում։ Եվ Տեր-Պետրոսյանի իշխանությունը իր գլխավորությամբ, եւ Քոչարյանի ժամանակ, եւ Սերժ Սարգսյանի, եւ սթափ միտքը պետք է ասի, որ բանակցություն նշանակում է փոխզիջում։ Եվ եթե Հայաստանում այսօր էյֆորիա է տարածված, որ Հայաստանը որևէ զիջում չպետք է անի, ներող կրնեք, ես արդեն դա չեմ հասկանում։ Այսինքն դու ասում ես Հայաստանը բանակցություններից դուրս է, եւ ստեղծվել է մի հատ անառողջ էյֆորիկ վիճակ, երբ բոլորը մրցակցում են, թե խոսքի մեջ ով ավելի հերոս կլինի։ Հաշվի առեք միշտ, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Հայաստանը շատ քիչ ներուժ ունի դիմակայելու այդ մարտահրավերները, եւ այստեղ սառը ուղեղը միայն պետք է աշխատի։ Չէ ուզում շատ շեղվել, չեմ էլ շեղվելու, այսօր փորձելու եմ սրա շուրջ, պետության պետականության շուրջ եւ փորձեք չներքաշել ուրիշ շատ բաներ, որտեղ եթե ինչ-որ բան էլ ասելու, ապա դա լինելու է ընդհանրական, որովհետեւ ոչ թե խուսափում եմ, սա է արժեքը։ Ով ինչ անի, ծառայեցնելու այս արժեքին։ Ով ինչ քայլ անի եւ ով ինչ հոդված գրի, այս սրան պետք է ծառայի։ Պետականությանը, պետությունը պետականության շունն է, իշխանությունը պահապանը շունը, ուրիշ ֆունկցիա չունի։ Ցանկացած իշխանություն, ով ուզում է լինի, պետք է պահի իր պետականությունը, իր անվտանգությունը, իր երկրի տարածքային ամբողջականությունը հանձնի հաջորդ սերունդին, ուրիշ բան չունի անելու։ Ցանկացած իշխանություն կգա ու կգնա, այս փաստաթուղթը այն ավետարանն է, այն հիմքն է, որին պետք է ծառային։ Ձեզնից վստահ է ոչ մեկը չկարդաց, հիմա ուշադիր նայեք, ինչ ա գրած այս փաստաթղթի վերևում, ու կարդացեք։ Ոչ մեկ չեք կարդացել, չէ՞։ Ինչ էր գրած։ Այո։ Կարդա։ Ապրես։ Սա է։ Սա է ազգիս, իշխանության, պետության, մարդու իմաստը, պահպանել երկիրը, պահպանել ազգը, հանձնել սերունդների։ Շնորհակալություն։ Անցնենք հարցերին, առավոտ հարցում եք դուք։ Դուք էլ նշեցիք, որ բոլոր իշխանությունների օրոք Հայաստանում խոսվել է փոխզիջումների մասին, ասացիք, որ բանական է դա է, բայց Ադրբեջանը միշտ ավելի կոշտ դիրքորոշում է ունեցել։ Գուցե հենց այդտեղից է մեր սխալը գալիս։ Ադրբեջանը միշտ ունեցել է կոշտ դիրքորոշում, տարածքներ կորցրած երկիրը չի կարող չունենալ կոշտ դիրքորոշում, գոնե լեքսիկոնի առումով, բայց իրանց մոտ այն ժամանակ գոնե այսպես ասեմ, եւ հիմա լեքսիկոններ, մեր մոտ գործողություններ։ Սա մի տվեք մամուլ ժողովրդական խոսքը, հաչացող շունը չի գցում։ Չգիտեմ, սիրուն կնչի մամուլում թե չէ, բայց բոլոր դեպքերում իրենք էներգիան տայել են այն կողմի վրա, մենք գործանելու վրա։ Բայց հիմա մերոնք էլ են սկսել խոսալ։ Ես դրանից եմ բան, խոսացողը գործ չի անում, գործ արա, մի խոսա։ Կարող ես ինչ կարող ես արա, բեր լավագույն փաստաթուղթը, արա լավագույն հնարավորինը Ղարաբաղի հարցում լուծելու, արա, մի խոսա։ Այս ասած, իրանց լեքսիկոնը կապ չունի։ Դուք ու գործն է, բայց գործի առումով է, որ մենք ձախողումներ գնացինք։ Ապրիլը ձեզ փաստ չէր, այս իշխանությունները դրանից հետո եզրակացություն արեցին, հիմա կարգավորված թվեր, գիտեք էլ ինչ թվեր է, այնտեղ, այստեղ, հեռանկարը եւ ստապ, գիտեք, ՀԿ-ն կարող է ստապ չլինել, ազատամարտիկը կարող է կոչեր անել, հզոր, բայց քաղաքական գործիչների մասն եմ ես խոսում։ Հասարակությունը կարող է մարդը անհատը, երբ որ ուզում է սառը ջուր խմի Հովանես,
եւ ասում է ինչ լավ են անում։ Ընդունում եմ, բայց քաղաքական գործի բռնություն պաշտպանելը չեմ ընդունում։ Արա ինչ ուզում ես, բայց քաղաքական գործիչ, որը երկիրը դնում է խաղադրույթի սեղանի վրա, դրա իրավունք չունի։ Իմ ասածը սա է, սթափ քայլը պարտադիր է իշխանավորի եւ պետական քաղաքական գործի համար։ Մնացած ավելի ազատ է։ Խնդրեմ ազատություն։ Վերջին երեկվա ընթացքում Հայ ազգային կոնգրեսը փաստորեն դեպի ունեցող իրադարձությունների մասին հիմնականում ու Հայ ազգային կոնգրեսը, որը միշտ խոսում է իշխանապողության մասին, իշխանապողության ինչ ձև է տեսնում այսօրվա Հայաստանում եւ արդյոք ճիշտ է ընտրված այն ձևը, որը փաստորեն գործընթացին իրականացել սասնացել։ Ես քեզ կարող եմ հանգիստ հրավիրել այստեղ եւ ասել, ասա իմ տեսակետը։ Դու շատ լավ գիտես մեր տեսակետը, շատ լավ տիրապետում ես դրան, մեր մոտեցումներին, եւ դու կարող ես հանգիստ շարադրել շատ ընդհանրական կարող եմ շարադրել։ Մեր տեսակետները այս ընթացքում արտահայտվել են Տեր-Պետրոսյանի, Արման Մուսինյանի, Աշոտ Սարգսյանի հարցազրույցներում հոդվածներում։ Ես ամբողջապես կիսում եմ այդ մոտեցումները։ Մենք այդ մեթոդը չէինք ընդունում, շատ լավ գիտեք, եւ մենք ոչինչով չնպաստեցինք վիճակի սրացմանը, վիճակի ավելի լարմանը, որովհետեւ լուրջ վտանգ ենք զգում, որ դա կարող էր էսկալացիայի գնալ, վերածվել պետության կորստի կամ քաղաքացիական պատերազմի։ Մեր դիրքորոշումը շատ հստակ էր եւ գնալով ավելի է հիմնավորվում, որ ռիսկը եւ արտաքին մարտահրավերները այնպիսին են, որևէ մեկը երևի չեք զգում դրա լրջությունը, որ կարող է Հայաստանը կանգնել աղետի առջև, առանց չափազանցության։ Խնդրում եմ հաշվի առեք սա։ Մենք երբեք ոչինչով ավելին ապահովագրված չենք, քան Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Սիրիան։ Ես սիրտս մխկտում եմ Սիրիայի, ես եղել եմ հայ-սիրիական ընկերության նախագահ, տարիներ շարունակ զբաղվել եմ Սիրիայով, եւ այսօր այդ ծաղկած երկիրը ունի 20 միլիոն փախստական, 20 միլիոն մարդ, երեխեք, գտնում են աշխարհի բոլոր ծագերում անապատներում, ծառերի տակ, առանց լվացվելու, առանց լողանալու, առանց սնունդի, 20 միլիոն, եւ դա մեծերի խաղերի արդյունքում, այդ ռազմատենչ կամ չհավասարակշռված քայլերի արդյունքում Հայաստանը, Հովհաննես ջան, սիրելիս, իրավունք չունի ռիսկի դնի ժողովրդի այստեղ ապրելու իրավունքը։ Մենք այդքան հզոր չենք, որ հզորներին թելադրենք։ Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, հզորների ոտքի տակ չընկնենք։ Ուկրաինան ինչ եղավ, չես տեսնում։ Ուկրաինան կորցրել է Հայաստանի 10 չափ տարածք։ Վրաստանը կորցրել է իր խելահեղության արդյունքում Հայաստանի տարածքի չափ տարածք։ Ես իրավունք ունեմ ազգը ստանել այդպիսի անսթափ, անզգուշ, ռիսկային քայլերի։ Կրկնում եմ, քաղաքացու համար սառը ջուր խմել է։ Ուզում ես փոխվի, քաղաքացին ուզում է ինչ-որ բան փոխվի, բոլորս ենք ուզում։ Ով չի ուզում, այս իշխանությունների համար այն բառը հրաշք ձևակերպում է։ Իշխանությունների նկատմամբ ատելությունը հասել է հասարակության մեջ կոնսենսուսի։ Կհանդիպեք մարդ, որը չի ուզում իշխանությունից ազատվի, որը չի տեսնում, թե ինչ է կատարում այս իշխանության օրոք։ Բանակում, դրսում, ներսում, շրջապատում, աշխարհում խայտարակվել ենք։ Այս օլիմպիական մեդալը չներ, հպարտանալ բան չի մնացել։ Ուզում ես փոխվի, Շանթն էր ուզում, Գևորգն էր ուզում, այդ անվիճալի բանից, ճարահաճալությունից, անլույս հեռանկար վիճակից ամեն ինչ ուզում են անել։ Եվ դու ուզում ես աջակցել իհարկե, բայց ես ասում եմ, չի կարելի անել այդպիսի բան, որը կարող է եղացնել կործանել։ Եվ մեր լռությունը հենց դա նպատակ ուներ, որ չսրեր, չլարեր վիճակը, չնաներ ավելի վատ էսկալացիայի։ Բռնությունը ում կողմից էլ այն իրագործվի, իշխանափոխության համար մեթոդ չի, մեր մեթոդը չի։ Բռնությունով դու լեգիտիմացնում ես, հնարավորություն ես տալիս ամեն հաջորդի ժամանակ այդ մեթոդը կիրառել։ Որքան էլ նրանք ազնիվ են, որքան էլ հայրենասեր են, որքան էլ իմ ընկերներն են։ Ես այցելում եմ, չգիտեմ, փաստաբանների հետ աշխատում ենք, էլի անցուցադիր, որտեղ որ պետք է մենք գործ անում ենք, բայց ես քեզ չեմ գալիս ամեն անգամ ասում։ Գասպարն էլ ինձ ամեն օր ասում, ասա ինչ ես անում, բայց ես անում եմ ինչ-որ խիղճ թելադրում է։ Ես պարտավոր չեմ ամեն անգամ ասել, թե ինչ եմ անում։ Անում ենք,
որտեղ ես քեզ ասեցի օրինակ երևի թե հարց կլինի ընտրական գործընթացի հետ կապված մենք իսկապես հաջողության էինք հասել 4+4 ֆորմատի բայց նաև հիմա իշխանությունը որոշ բանից հրաժարվում է մասնավորապես 10 մարտի գրանցման բանակցում ենք շարունակում ենք քաղաքացիականների հետ անընդհատ հանդիպում ենք էլի անցուցադիր առանց մամուլ որտեղ գործն է կարևոր եւ առաջիկայում մի բան ասեմ որ որոշ բաներ կփոխվի իշխանությունները կարծես թե հիմնավորում են կամ արտասահմանից մենք ստանում ենք ինֆորմացիա որ այդ գրանցում կարող է չհասցնել բայց դրա փոխարեն մենք կվերցնենք կհասնենք ուրիշ կետի մեջ ուրիշ այդ 4 կետերի մեջ ուրիշ կետի հաջողության որի մասին 2 օրվա ընթացքում ձեզ կասենք եւ բանակցություններ գնում են աշխատանք եւ քաղաքական ուժերի հետ մասնավորապես նկատի ունեմ Բարգավաճը եւ ՕԵԿ-ը եւ քաղաքացիական բոլոր խմբերի հետ մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի այսքան ընտրական հետ կապված Շնորհակալ եմ, կարճ ասեմ։ Ամենտեղ էյֆորիա է տարածել, որ ոչ մի քիզնող, ոչ օպոզիցիոն չի լինելու, բայց ես խոսում եմ պաշտպանական անձանց խոսքով, նախարարանում է կամ ավելի բարձր մակարդակի, ընդհանրապես անդամ խոսում եմ փոխզիջման մասին, ուղղակի նշում եմ մի բան, փոխզիջում մեզ համար ընդունելի տարբերակ պահանջական չէ, կարող է լավ է խոսում են, ուղղակի ընդունելի տարբերակը չեն գտել։ Շատ կարճ դրա մասին ասեմ, փոխզիջումը հետևյալն է, այն ինչ որ դու պետք է տաս, այդ պետք է տաս։ Կարևոր հետևյալն ինչ պետք է դատեղ վերցնես, թող այսպես ասեն, որ մենք տալու մասը գիտենք ո՞րն է, բայց վերցնելու ուզում ենք վերցնել ավելի շատ։ Օրինակ, տալու մասը ոնց որ հստակ կա, այնտեղ խոսելու բաներ չկա։ Վերցնելու մասը տատանվում է բաներից, հանրաքվեից, ասենք առաջ տարբերակը պետք է Ղարաբաղում հանրաքվե անցկացնել, որ պետք է որոշի իր ինքնորոշման իրավունքը։ Հիմա խոսում են միջանկյալ կարգավիճակի մասին։ Այսինքն վիճարկելի կողմը մեզ համար ստանալիքն է։ Թող ազնիվ լինեն, ասեն թե ինչ է սեղանի վրա դրված կոնտուրներով, ոչ կետերով, որ քո ուզածը ինչ է ինքնորոշումն է եւ Ղարաբաղի ժողովրդի հետ ապրելու անվտանգ իրավունքը։ Այդտեղ ասեն ինչ են ուզում, չեն խոսում դրա մասին։ Այսպես հռետորական, պիոներական բանով, առոգանությամբ ոչ միտից ոչ մի ու չի խոսում թե ինչ է։ Այդտեղ չի մատուցում թե ինչ պետք է կատարվի, բայց ասում եմ, էյֆորիկա այն, որ դու ասում ես, ես բանակցություններ չեմ ուզում։ Եղբայր բանակցություններ չես ուզում, դու սարի։ Դու խդ քաշը թերիքում է եւ գտնում ես, դու կարող ես պահել այն ինչ որ ունես եւ աշխարհին թքել աշխարհին, դու սարի, ով է քեզ բան ասում։ Դա էլ է տարբերակ։ Գնա ինչքան կարող ես արա։ Եթե կարող ես ձգել, ժողովուրդը ասում է, բիլակը կների գնարա։ Ով է քեզ բան ասում։ Ավելին վաստակի, ով չի ուզի։ Ի վիճակի ես թիմ ընտրությունների հետ կապված մասնակցում ենք շատ կարևոր է մեզ համար եւ այսպես լուրջ էներգիա ենք ներդնում Գյումրի եւ Վանաձոր ընտրությունների տարբեր տեղեր ունենք ավականիներ եւ մայիսի եւ հոկտեմբերի համար բայց շեշտադրումը որ իսկապես մեզ համար կարևոր է Գյումրին է եւ Վանաձորն է տեխնացուներ ունենք ցուցակները կազմած են մեր ցուցակներ երկու տեղ էլ կլինեն բաց ցուցակներ ոչ հակի ոչ միայն հակի մենք փորձելու ենք հնարավորինս լայն մեր շուրջ կոնսոլիդացիա ստեղծել վաղը չեմիսորը մեր վարչության նիստն է որտեղ կհաստատվեն ցուցակները եւ կհրապարակենք տեխնացուների անունները լուրջ պատրաստվում ենք հանձնաժողովի անդամները լրիվ այս բան չեմ կարող այդպիսի բաներ ասել փոքր բաներ կարող են լինել բայց մեզ համար կրկնում եմ շեշտադրումը Գյումրի Վանաձոր երկուսն էլ շատ լուրջ պատրաստվել ենք եւ վաղը չեմիսորը կհրապարակենք մեր մոտեցումները շնորհակալություն երեխեք ջան շնորհակալ եմ Հարցեր լսենք Չէ, վաղուց սպասում եմ Երեք մեր երկրի հանձնաժողովը հրապարակել է իր կարծիքը, որտեղ
Ասա էլի չգիտեմ։ Հա։ Հիմնականում շեշտելով նրա վրա, որ աստորեն փոփոխություններ են կատարվել, որը տեղի ունեցավ պատմական իրավիճակում, բայց ըստ էության համաձայնագրի ապարվել դրական հանրապետական նշում, որ հայ ժամանակ չկա չեն կարող իրականացնել, ինչ է կարծում, ինչի արդյունքում տապալել։ Ուրեմն Համաձայնագիր եւ արդյոք խնդիր ունենալ։ Լավ։ Ես իսկապես համաձայն եմ այդ գնահատական, իսկապես սա հաջողություն է, շատ լուրջ հաջողություն, լուրջ գործնական հաջողություն։ Եթե մենք գոն ենք անում, ինչքանով արդեն օրենք է այս բան, ընտրություններ անցկացնում, ես ձեզ հավատացնում եմ, շատ լավ, լուրջ հնարավորություն կա իշխանափոխության, ովքեր հարցնում են ինչպես, շատ լուրջ, եւ իշխանություններն էլ զգացին, որ դա կարող է վերջը լինել իրենց համար, չեմ կարող ասել, որքանով է օբյեկտիվ, բայց իրենք ներկայացրեցին, որ լեհական այն ֆիրման, որը այդ սարքը պետք է տրամադրի եւ ID-ներ տա բոլորին բաժանեն եւ այդպես քվեարկեն, ասին որ չեն հասցնում։ Մենք փորձել ենք ճշտել ոչ միայն Հայաստանի իշխանությունների միջոցով, այլ մեր հնարավոր միջոցներով, մեր ցանոթ դիվանագետներով, իսկապես այդ ֆիրման չի կարողանում, թե խաղ է մեր իշխանությունների կողմից, ոնց որ թե 100% չեն, ոնց որ թե իսկապես չեն հասցնում։ Բայց փոխարենը, եթե այդ կետը դուրս է գալիս, մենք ուրիշ բան ենք վերցնում։ Եվ շատ լավ է, որ այսօր ունենք համաձայնությունը մեր գործընկերների։ Եվ անգամ այս մեր վերցրածն եթե հաստատում ենք դրանով գնում ենք ընտրությունների, լրջագույն հնարավորություն կա հաջողություններ ձեռք բերելու ստանալ։ Ոնց են պատճառաբանելու, երբ որ երկու տասնամյակ նշում են, որ ցուցակների հրապարակումը հակասահմանադրական է, հակասում են միջազգային իրավունքին։ Փողզիջում ասածը դա է, որ դու բանակցել ես, բերել ես դաշտ, ինքը զիջել է ինչ-որ բան, ու ես էլ համաձայնվել եմ, որտեղ հիմա չեմ հետ կանգնել կամ ինչ կարամ մատնահետքերից։ Եվ ինչու չեն համաձայնի, եթե ասում եմ գործընկերներ, կներես։ Մեր հաջողությունը որտեղ էր, որ մեզ միջազգային կառույցներ աջակցեցին, Եվրոմիություն աջակցեց, Միացյալ Նահանգների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, քաղաքացիական խմբերը եւ պարլամենտում գործող կուսակցությունները։ Սրանից լավ ֆրոնտ։ Այս ֆրոնտով ես գնացի, ես մենակ գնայի չէի հասնի։ Հիմա խնդիր չեն ունեն այդ միջազգային կառույցների ՀԱԳԺՄ-ի հետ, որ նա գոհանում է, որ այսպիսի փոփոխություններ կան, որոնք վերանամություն են, բայց ըստ էության դրանք չեն կատարվում։ Հիմա չես կարող ասել, դա չի նշանակում ոչ օրենքի ընդունից, ոչ իմ ասած, որ իրանք չեն կեղծելու։ Իրանց առանց կեղծել նշանակում է թողնեն գնան տուն։ Ցանկացած օրենքի դեպքում։ Ամենավատ օրենքի դեպքում էլ թե իրանք չեն կեղծում, իրանք չեն ընտրվում։ Այստեղ արդեն կապ չունի օրենքի լավ լինել կամ միջազգային կառույցների բանը, իրանք կեղծելու են։ Առանց դրա իրանք չեն կարող շնչել։ Բայց բոլոր դեպքերում եւ ԺՄԻԿ-ը եւ միջազգային կառույցները զգացին, որ մենք հասել ենք ինչ որ բանի, ինչ որ ռուբեժ ենք հաղթահարել եւ իշխանությունը այդքան տեղ զիջել է։ Դա հաջողություն է, դա հույս է։ Ընդդեմ միջազգային կառույցները ավելի շատ ոչ թե հեղափոխական են ու ասում են մի անգամ իշխանություն փոխենք, այս լավա գալիս են դեմոկրատներ, ոչ, ասում են քայլ առաջ գնալով ժողովրդավարացնենք, ազատականացնենք, արդար ընտրություններ կազմակերպենք։ Բայց այս մեր քայլը, այդ քայլից ավելին էր։ Եվ հիմա այն ինչ որ գոն է այսօր էլի սեղանի վրա կա, ես դա էլի համարում եմ հաջողություն։ Մի երկու օրվա ընթացքում ձեզ կհրապարակենք, թե ինչն ենք կորցրել, ինչն ենք շահել։ Ու մոտավորապես այն ինչի մասին դու ասեցիր։ Դա գիտեք 20 տարի գոնե ես միշտ ասել եմ, ստորագրած ցուցակների հրապարակումը գործի կեսն է։ Ստորագրած ընդորում։ Բոլոր եթե մասնակցել եք, ստորագրել եք, ես տեսնեմ այդ թուղթը, որովհետև ես ստուգում եմ Լիլիթը մասնակցել է թե չէ, Լիլիթը ասում է, որ իմ պապան չի եկել ընտրություններ, բայց իր տեղը ստորագրած է վերջ, սա արդեն փաստաթուղթ է, դատարան գնալու, գործ կազմելու, միջազգային կառույցներ դիմելու, միտինգ անելու եւ այլն։ Սա լրջագույն հնարավորություն է։ Եթե հրապարակվում է Հայաստանի ընտրության մասնակցած քաղաքացիների ցուցակը, դա նշանակում արդեն համում աղբարները, մեռածները, այստեղ գրանցված, բայց Մոսկվայում ապրողների տեղը քվեարկել է։ Եվ քվեարկությանը կմասնակցեն ոչ թե 1.6 միլիոն մարդ, այլ 800,000 մարդ։ Եվ դա վերահսկել եւ ամեն հեստ կլինի։ Այսինքն եթե դա ստացվի, իսկ հիմա այդ
ոնց որ համարյա կամած բացեցի։ Դա ես համարում եմ լուրջ բան, մնացած կետերի հետ միասին։ Մի կետը քիչ է, մի քանի կետը համակարգ են կազմում կեղծիքների դեմ լուրջ բան, որը ամենևին չի նշանակում, թե իրանք չեն կեղծելու, ամեն ինչ չեն անել, բայց լուրջ հնարավորություն ա բացվում։ Եվ շատ լավ կլիներ, որ այդ 4 կետն էլ այդ ֆրոնտում կռիվ տայինք, էլի հասկանում ես։